Մենք հայերս մեծ ներդրում ունենք ամերիկյան բժշկագիտական բոլոր բնագավառներում սկսած կենսաբանական, լաբորատոր, վերջացած ախտորոշիչ եւ մասնագետների պատրաստման ոլորտում, որի ներկայացուցիչներից մեկը ես եմ։ Աշխարհի անխտիր բոլոր անկյուններում, լինի Ճապոնիա թե Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ թե Չինաստան, հիվանդությունները ախտորոշում են մեր հայրենակիցների մտքի ստեղծած արգասիքով Միքայել Տեր-Պողոսյանի շնորհիվ, որը պոզիտրոն տոմոգրաֆիայի ստեղծողն է, Վահան Դամադյանի շնորհիվ, որը մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ստեղծողն է, Ջոն Նազարյանի շնորհիվ, որը ներքին օրգանների փոխպատվաստման հիմնադիրն է, ազգությամբ հայ բժշկական մասնագետների կարելի է հանդիպել բարձր որակավորում ունեցող համաշխարհային նշանակություն ունեցող հոսպիտալներում, նրանքից համալսարաններում, ինչպես նաև գիտահետազոտական որոշ հաստատություններում։ Հասկանալի է, իսկ ինչպիսին է այդ բժիշկների եւ բժշկության բնագավառում զբաղված մարդկանց, բարձր որակամ ունեցող մարդկանց կարծիքը Հայաստանի համապատասխան բնագավառի վերաբերյալ։ Ես հասկացա հարցը։ Ես ինձ չեմ վերապահում ամբողջ Սփյուռքի անվտանգ մեկնաբանություններ, սակայն իմ կողմից տեղեկացված եւ ներկայացնելիս մեկնաբանություններ անչափ մոտ են հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ ամերիկահայ Սփյուռքի վերաբերմունքին։ Հայաստանում եւ նրա շուրջը տեղի ունեցող իրադարձությունները հուշում են, որ երկիրը հակում ունի անցնելու չափազանց դժվարագույն ժամանակներ եւ կազմաքանդվելու բոլոր նախադրյալները։ Այն թերևս սկսվել էր երկար տարիներ առաջ եւ շարունակվում է մինչեւ այժմ եւ ամենից առաջ արտահայտվում էր մեր ազգային արժի համակարգի ոտնահարմամբ, որը ցանկացած ժողովրդի գոյության նախապայման է։ Ազգային արժի համակարգը դա ժողովրդի պատմությունն է, լեզուն է, մշակույթն է, կրոնը, որոնք հավաքական գոյության հիմնաքարերն են, ինչպես որը բնության կամ Աստծո կողմից ստեղծվել է օրգանիզմը պաշտպանելու համար, թափանցող հիվանդությունից պաշտպանվելու համար։ Եթե որևէ ոլորտի ներկայացուցիչներ լինելով երկրում, թե արտերկրում, վեր են հանում իշխանության ուղղված հարցադրումներ, որոնք հիմնականում բնորոշ են քաղաքական կամ հասարակական գործիչներին, ապա դա խոսում է պետական կառավարման թերացումների մասին։ Իհարկե որոշ հայրենակիցներին հաճոտ չէ արտերկրից արվող մեկնաբանությունները հղումանելով հայրենասիրությանը, որպես Հայաստանի ներկա սահմաններում գտնվելու նախապայման, սակայն թույլ տվեք նկատել, որ դրսում ապրող հայը կարող է շատ անգամ ավելի հայամետ լինել, քան բուն երկրում գտնող որոշ ներկա եւ նախկին իշխանավորներ։ Եվրոմիության հայանպաստ բոլոր հայտարարությունները հայ դատի կառույցների քրտնաջանաշտանքի հետևանք են, որոնց հետ Հայաստանի իշխանությունները բացարձակ առնչություն չունեն։ Իսկ առանձին դեպքերում նաև խոչընդոտում են հղումանելով այն, որ Հայաստանի վերաբերյալ որևէ հայտարարություն կարող է լինել միայն Հայաստանի իշխանությունների կողմից։ Մեծագույն աշխատանքներին տարում վիճենան որոշումների իրականացման համար հայ բժիշկների կողմից հիմնականում դոկտոր Վաղարշակ Փիլոսյանի ղեկավարությամբ։ Իսկ ինչ վերաբերում է մեր ժամանակներում հայկական Սփյուռքի ոչ միայն գոյությանը, այլ մեծանալու, որը բուն երկրից արտագաղթելու հետևանք է, ասեմ, որ բնագիտական եւ հասարակագիտական օրենքները գրեթե նույնատիպ են։ Բնական օրենքներից հայտնի է, որ մոլեկուլների տեղափոխությունը բարձր ճնշումից ցածր ճնշման միջավայր է կատարում եւ եթե մոլեկուլներին վերագրենք մարդկանց, իսկ միջավայրին վերագրենք երկրներ, ապա մարդիկ տեղափոխվում են այնտեղ, որտեղ ճնշված չեն, ունեն ազատ խոսելու իրավունք, վերջին հաշվով ազատ ապրելու իրավունք։ Մեր հայրենիքում ճնշումը արտահայտվում է եւ շարունակում է արտահայտվել սոցիալական դժվարությունների ձևով, անապահովության ձևով, անօրինականության,
առանցին դեպքերով զավեշտի հասնող անարդարության, կոռուպցիայի խայտարակ դրսևորումների տեսքով, որը վերջին հաշվով տանում է արտագաղթի հետևաբար Սփյուռքի ձևավորմանը։ Հայրենագիցներ գիտակից Սփյուռքահայը ամբողջովին ըմբռնել է Հայաստանյան ներկա իշխանությունների բազմավեկտոր քաղաքական կոմբինացիաները։ Մի կողմից ժողովրդին խոստանալով նախկին իշխանավորների նկատմամբ քրեական դատավարություն, իսկ մյուս կողմից հասկանալով նախկիների նկատմամբ ժողովրդական լայն մասսաների զայրույթը, ներկաները նրանց բերեցին ընտրական դաշտ իրենցից հաղթանակ ապահովելու նպատակով։ Փաշինյանը հայտնվեց, ինչպես ասում են, ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում։ Կարծեմ նաեւ ընտրությունների վրա որոշակի ազդեցություն ունեցան հանրահավաքներում շարքային քաղաքացիների հետ նրա հաջողալեզու փողոցային բառապաշարող խոստումները։ Սակայն տված խոստումները չկարողանով իրականացնել, հետևաբար դժգոհ մասսաներին հանդարտացնելու համար օգտագործվեց թավշահեղափոխություն, այնուհետև նաեւ երկացի մահակեղծ լոզունգները։ Իսկ երբ ներկաներին միջոցով նախկիների յուրացված միջոցները չկարողացան վերադարձնել, ապա մնում էր նախկիների կողմից արված յուրացումները չբացահայտելը, դարձնել նախապայման այն երաշխիքով, որ նրանց կողմից ներկաների հասցեների խոչընդոտներ կամ մատնացույց չարվել։ Ներկայումս երբ ընդդիմադիրների կողմից մատնացույց է արվում ներկա իշխանությունների որևէ զավեշտալի գործունեություն, ապա ներկա իշխանությունները իսկույն հակադարձում են կամ մատնացույց են անում նախկիներին, պատճառաբանելով, որ ներկա իրավիճակը նրանց գործունեության հետևանք է։ Եվ այժմ խորհրդանար դարձել է մատնացույցերի թատերաբեմ կամ փողոցային վիճաբանությունների հավաքատեղ եւ ոչ ավելին։ Իսկ թալանը շարունակում է արդեն մեկ այլ հարթությունում համայնքների խոշորացման, ուսումնական հաստատությունների համատեղման, լքված շինությունների վայրի սեփականաշնորհման, ակադեմիական քաղաքի անվան գումարների յուրացման եւ այլ տրվածքով։ Ներկա իշխանությունները իդեմս Փաշինյանը ամբողջովին հասկանալով նախկիների թալանի հետ բերելու անկարողությունը, օգտվելով պետական լծակներից գտել են թալանի մեկ այլ աղբյուրներ, պարտքեր միջազգային բանկերից, հարկերի բարձրացում սեփական ժողով։ Չկա պետական ֆինանսական վատումների դեմ պայքարող մարդիկ։ Վարչապետը եւ նրա համախոհները պետական միջոցները տնօրինում են ըստ իրենց հայցողության։ Թե նախկինները, թե ներկաները իշխանությունը նույնացրել էին եւ նույնացնում են սեփականությանը։ Ժողովուրդը կորցնելով հավատքը ապագայի նկատմամբ չկարողանով կոնորոշվել ընկել է մտահոգի մեջ եւ վերջին հաշվով մեծ հաշվով իշխանությունները իրենց գործելակերպով սպանեցին հայ մարդու հավատքը եւ թե երկրում, եւ թե Սփյուռքում, ահին պատասխանը։